Բարև ձեզ, եթերում մեկը հազարից հաղորդաշարն է։ Հայաստանում միայն 2024 թվականի ընթացքում քաղցկեղ ունեցող երեխաների թիվը կրկնապատկվել է։ Տարեկան մոտ 80-ից 100 նոր դեպք է գրանցվում։ Սա այն ցավալի վիճակագրական տվյալն է, որը շրջանցել չէինք կարող։ 16-ամյա Արսենին Քաչալիկին շատերը համացանցից են ճանաչում։ Արսենի կյանքի ամեն վայրկյանը ցավոտ պայքար է, եւ այսօր նրա մայրիկին են հյուրընկալել։ Մարդ, ով որդու կյանքի համար կռիվ է տալիս նաև սոցիալական անարդարության դեմ։ Մինչ մեր զրույցը կսկսենք, ուզում եմ հիշեցնել, որ շատերը դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։ Հաղորդման գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաև մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Բարև ձեզ, ես Հասմիկն եմ Կիրակոսյան, Արսենչիկի մաման։ Մեր պայմանները շատ վատ է, մենք վատ պայմաններում ենք ապրում, ծանր պայմաններում։ Ունենք երեխա, երկու անչափահաս հիվանդ երեխա ունենք, Արսենչիկը, մեր Քաչալիկը, Facebook-յան էջերում ինքը կա հայտնի։ Ինքը տառապում է իրանք հասկեղով, հես մի տարի մի ամիս արդեն ինքը այդ հիվանդությունն է, մենք շատ ծանր շրջաններ ենք անցել, դեռ հլա ունենք անցնելու, երկար ժամանակ ունենք անցնելու, դեռ մի 2-ից 5 տարի, 2 տարի պլյուս 5 տարի ունենք դեռ անցնելու այդ ծանր փորձությունների մեջ։ Ֆինանսապես չունենք օգնող, մեզ օգնող եղել ամենեակ Անի Տուրմը, Անի Կյանը, որ Facebook-յան էջով Արսենչիկին հայտարարությունը տվել, մեզ ժողովուրդը օգնել են, ինչ որ կարացել են, մարդիկ օգնել են։ Մենք ֆինանսապես հիմնական տան վարձի, սնունդի, ճանապարհածախսի հիվանդանոց գնալ գալու, ընդ որոշակի դեղեր կարողա պետք լինի, որոշակի խնդիրներ լինի, որ մենք չենք կարողանում այդ հարցի լուծումները տանք։ Մենակով մենք չենք կարողանում, այս օգնող ձեռքապետ, որ մեր կողքին լինի, որ մի քիչ ոտքի կանգնենք։ Անունը Սասիա Կիրակոսյան, 16 տարեկան։ Պատում եմ ձում, հաց եմ ուտում, հետ եմ տալիս, ծնգերս ատուլանում չեմ կարող քալեմ, հելի քիմաններ եմ գնում, դեղեր եմ խմում։ Թեվրես ամեն օր ծակում է կատեր է բաներ դնում, այս դոշսը ասեղ մեծ սոսում է։ Եկեք նրա կյանքից չզրկենք, այրուն մի թափեք, նետեք նրա։ Ինքը ցնցումի ընթացքում, որ գնացել է դեղերը բերել երեխայի, աղջիկը զանգեց լացելով, գոռալով մամ շուտ հասեք, Արսենը ընկել է գետին ու թփրտում